դուք այսօր զբաղված եք, բայց ինձ համար ամենակարևորագույնը, որ իմանամ, ես այսօր այս պահին կատարում եմ Հիսուս Քրիստոսի իմ Տիրոջ ու Աստծու կամքը ու փոխանցում եմ Տիրոջ կողմից իմ սրտի մեջ դրված այն ուսմունքը, այն հայտնությունները ըստ իր խոսքի ձեզ բոլորիդ, թե այսօր ինչ է թաքցնում առաքելական եկեղեցին ու ուր է ուղղորդում այսօր մարդկանց առաքելական եկեղեցին դեպի սատանիզմ ու հեթանոսություն։ Խնդրում եմ, այս ուղերձը դա չի կախված ինչ որ քահանաների անձի հետ, դա չի կախված կաթողիկոսի անձի հետ։ Ես սա խոսելու եմ առանց քննադատության մարդուն, մարդկային կերպարը, բայց ես, ինչպես գրված Աստծու խոսքի մեջ, որ Տիրոջ կողմից արդեն մեղքը դատապարտված է, որտեղ մեղքը դա այնքան ստոր մի արարած է, ինքը մեղքը, որ փորձում է այսօր աղավաղի ճշմարտությունը Տիրոջ, որտեղ պատկերացրեք սատանային, որ նա պատկերացրեք մի մարդու, որ իր կոշիկները ոչ թե հագնում է ոնց որ պետք է, այլ թայու փողս, ոնց որ հայերեն են ասում։ Միգուցե ես ճիշտ եմ ասում, թայու փողս է հագնում, այսինքն աչը ձախի տեղն է հագնում, ձախը աչի տեղն է հագնում ու ճիշտ չի ստացվում իր քայլերը գցելուց էլ դու զգում ես, որ ինքը թարս է հագե, ճիշտ չի հագե։ Ինչ անում սատանան, վերցնում է Աստծո խոսքը ու ծռելով փորձում է ներկայացնել իր ծռած աղավաղվանքը, իր ծռված սուտը ճշմարտության քողի տակ, բայց դա կեղծիք է ու սուտ։ Ես պետք է խոսեմ, ես ճիշտն ասած ժամանակ մի քանի ամիս եմ աշխատել ընդհանուր Տիրոջ իմաստության, Տիրոջ խոսքի հետ աղոթքներով, որպեսզի գրեմ ու գրի եմ առե ամեն մի փաստ, դրա համար խնդրում եմ լցվեք համբերությամբ, ես ամեն ինչը պետք է ցույց տամ ըստ Աստծո խոսքի, ըստ Տիրոջ առաջնորդության, ըստ Աստվածաշնչի, ոչ մի քայլ ես աստուպիտ չեմ անելու Տիրոջ խոսքից, ամեն բան ցույց եմ տալու ձեզ Տիրոջ խոսքով, որտեվ սա շատ կարևոր մի ուսմունք է, մի շատ կարևոր հայտնություն է, մի շատ կարևոր փաստ է, որը ես գտնում եմ ու Տերը իմ սրտի մեջ դրված գիտեմ, որ նա ցանկանում է, որ դուք բոլորդ իմանաք դրա մասին, ու ոնց որ գրված ասում է, թող ամեն մեկը իր ընկերոջը ասի ճշմարտությունը Զաքարիաս մարգարեության մեջ է գրած Զաքարիայի։ Ես ուզում եմ փոխանցել իրոք Տիրոջ ճշմարտությունը։ Ես զինվորական չեմ, միգուցե շատերը չմտածեք զինվորական եմ, բայց այս հագուստը, զինվորականի հագուստը, սա Տիրոջից մարգարեական մի շատ կարևոր տեսիլքի ու խոսքի հագուստ է, որը կապված է Տիրոջի կողմից տրված տեսիլքի ու խոսքի հետ։ Ճիշտ է, դա ինձ է վերաբերվում, ես պրոստո ուղղակի ասեմ, որ միգուցե շատերը մտածեն, որ ես զինվորական եմ, բայց ոչ։ Խնդրում եմ, մենակ խնդրում եմ, լցվեք համբերությամբ ու աղոթքով, որտեղ ես գրի եմ առե ու պետքա ցույց տամ ամեն բան, կարդալու եմ, որպեսզի ոչ մի բան բաց չթողեմ։ Թող խաղաղություն լինի բոլոր նրանց, ովքեր իրոք սիրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը։ Թող Աստված առաջնորդի ինձ նենց ոնց որ ինքն է դա ցանկանում։ Իմ բերանը, իմ լեզուն, իմ սիրտը ուղղորդվի նենց ոնց որ Տերն է ցանկանում։ Հիսուս Քրիստոսյանով ես դա աղոթում եմ իմ հորը, մեր երկնային հորը Հիսուսի անունով։ Նախ ամենասկզբից ասեմ, որ ես մի քանի թարգմանված հայերենից Աստվածաշունչ ունեմ, որպեսզի շատերը, չգիտեմ, չասեն երևի ինչ որ ինքը իր Աստվածաշունչն ունի, թարգմանել է։ Ես գիտեմ, որ շատ քահանաներ միգուցե ասեն, դրա համար սկզբից դրա մասին ասել եմ։ Սա Աստվածաշունչը արարատյան թարգմանված, արարատյան թարգմանություն է, որը շատ հիանալի, ես սիրում եմ այս թարգմանությունը, օգտվելու եմ Էջմիածինի թարգմանությունից, սա ցույց եմ տալու, որպեսզի բոլորդ իմանաք, սա ուզում ասեմ, որ ամեն մեկը տեսնի, որ ես ուրիշ Աստվածաշունչ եւ ունեմ ժամանակակից Աստվածաշունչ, ժամանակակից նա էլ նույն ես պրոստո հետևում եմ շատ մանրակրկիտ ձևով եմ հետևում Աստծո խոսքին, նրա համար օգտվելու եմ տարբեր թարգմանություններից։ Մի անգամից ուզում եմ ասնեմ ընթերցանողության, извините, иногда я просто попутаю слова. Я буду сразу начинать читать просто. Ինչ է թաքցնում մեզանից առաքելական եկեղեցին ու դեպի ուր է ուղղորդում մեզ։ Կարդում եմ. Եթե մենք ուզում ենք իմանալ, թե ինչ է ասում Աստված,
մենք պետք է առաջնորդվենք Աստվածաշնչով, ինչպես ասաց Հիսուսը Հովհաննես 17:17։ Խնդրում եմ, որ դուք լցված լինեք, իրոք լցված լինեք համբերատարությամբ, որտեղ ես օգտագործել եմ ամեն ինչի մեջ Տիրոջ խոսքը, որպես կառուցողական լինի, Տիրոջ խոսքը լինի ձեզ համար հիմք, ճշմարտություն, որով մենք կարող ենք տեսնել ամեն կեղծիք։ Եթե չունենք մեզ համար որպես հիմք Քրիստոսին ու նրա ճշմարտության խոսքը, որով կառուցում ենք, մեր տունը կլինի սարքված ավազի վրա, առանց հիմքի, առանց ճշմարտության, մեջներս առանց լցված լույսի։ Դրա համար ամեն բան կարդալու եմ Տիրոջ խոսքով։ Նորից եմ ասում, եթե ուզում ենք իմանանք, թե ինչ է ասում Աստված, մենք անպայման պետք է առաջնորդվենք Աստվածաշնչով, որտեղ Աստվածաշունչը դա Աստծու կենթանի ու ճշմարիտ խոսքն է, հայտնությունից, ներողություն, ծննդոցից մինչև հայտնություն։ Հովհաննեսի 17:17 Նրանց սուրբ արա քո ճշմարտությունովը, քո խոսքը ճշմարտություն է։ Երկրորդ տեղը Հովհաննես 8:32 Եվ կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը ձեզ կազատի։ Հովհաննես 1:1 Հովհաննեսի ավետարան Սկզբից էր խոսքը, խոսքը Աստծո մոտ էր, խոսքը Աստված էր։ Եբրայեցիների 4:12 շատ կարևոր է, լսեք, խնդրում եմ միջև վերջ ինչ որ կարդալու եմ Տիրոջ խոսքից, ես ցույց եմ տալի Տիրոջ խոսքի հեղինակությունը։ Եբրայեցիների 4:12 Որտև Աստծո խոսքը կենթանի է և զորավոր և ամեն երկսարի սուրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շունչի և հոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը և քննող է սրտի մտքերը և խորհուրդները։ Երկրորդ Տիմոթեոս 3:16-17 Երկրորդ Տիմոթեոս 3:16-17 խոսքեր Ամեն գիրք Աստվածաշունչն է և օգտակար վարդապետության և հանդիմանության և ուղղելու և արդարության խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործի համար պատրաստված։ Մատթեոս 24:34 Դա այն խոսքն է, որն ասում է, որ երկինքն ու երկիր կանցնի, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Ուրիշ խոսքով ասած, երկինքն ու երկիր ունեն իրենց ժամանակները։ Այսինքն Աստծո խոսքը հավիտենական է և չունի ժամանակ ու երբեք չի կորցնի իր ուժը։ Նաև դրա մասին մենք կարդում ենք Հայտնության 14:6-7 խոսքերում, երբ որ մի հզոր հրեշտակ հռչակելով այսպիսի խոսքեր ասում. Եվ տեսա երկնքի մեջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ հավիտենական ավետարան ուներ, քարոզելու երկրի վրա բոլոր ազգերին և լեզուներին։ Տեսեք ինչ ասում, հավիտենական ավետարան ուներ։ Այսինքն Աստծո խոսքը դա հավիտենական է, իրոք դա հավիտենական է։ Մենք գիտենք նաև Տիրոջ պատմած սերմնացանի առակը, որ նա ով սերմանում է, Աստծո խոսքն է սերմանում, ցանում։ Այսինքն ինչ որ հիմա կարդում եմ, դա թող լինի ձեզ համար դա սերմ, որտեղ գրված է ինչ որ մարդ ցանի, նա էլ կհանձի։ Այսօր մենք ցանում ենք Աստծո, ես ցանում եմ Աստծո խոսքով։ Այս խոսքերն են, որ ինչի համար եմ շատ հստակ կարդում Աստծո խոսքը, որտեղ նա դատարկ հաստատ գիտեմ չի վերադառնալու Աստծուն, այդպես ասում Տիրոջ խոսքը։ Այս բոլոր սուրբ գրային համարները կարդացի, որպեսզի դուք գիտակցեք ու տեղյակ լինեք Աստծո խոսքի մեծ հեղինակության մասին։ Այդ վառ օրինակը մենք տեսնում ենք Մատթեոս 4 գլխում, երբ փորձիչը Սատանան եկավ ու փորձության մատնեց Տիրոջը, իսկ Տերը նրան պատասխանեց ինչով, ասեց գրված է, այսինքն գրված խոսքով։ Ուրիշ խոսքով ասած ինչի եմ ուզում ստեղ մի փոքր կանգ առնեմ, սիրելի ժողովուրդ, որտեվ Տիրոջ խոսքը նա ոչ թե հեղինակություն ունի, դու հաստատված է երկնքում մենակ ինչ որ, չգիտեմ, մեզ համար։ Տիրոջ խոսքը հեղինակություն ունի ու Տիրոջ խոսքով շարժվում է ամբողջ հրեշտակային կազմը։ Ամբողջ հրեշտակային կազմը, երկինքն ու երկիր ստեղծված են Տիրոջ խոսքով։
ամեն բան պահպանված ու բռնված է Տիրոջ խոսքով։ Երկիրի հիմքերը դրված ու պահպանված են Տիրոջ խոսքով։ Լուսին արև պահպանվում են Տիրոջ խոսքով։ Ամեն բան, սիրելիներ, ամեն բան պահպանվում ու պահպանված է Տիրոջ խոսքով ու ստեղծված է դա Տիրոջ խոսքով։ Դա մեծ հեղինակություն ու սատանան ու ամբողջ դիվական ուժը գիտի, որ դա միակ ճշմարտությունն է, երկսայրի սուրն է, որ դուրս է գալի Աստծու բենից։ Դա միակ թուրն է, դա միակ զենքն է, որ դրա դեմ ոչ մի ուրիշ թշնամու կողմուց հարվածներ չի կարող փշրի այդ թուրը, ով կրում է իր ձեռում, իր սրտի մեջ, իր մտքի մեջ, իր հոգու մեջ։ Դա Տիրոջ խոսքն է։ Դրա համար այդ խոսքի հեղինակության առաջ խոնարհվում ու փախչում է սատանան, որտեղ Հակոբոսի մեջ գրված է, որ հնազանդվեք Աստծուն, հակառակվեք սատանային, նա ձեզնից կփախչի։ Հնազանդվել, այսինքն կատարել Աստծու կամքը ըստ Աստծու խոսքի։ Դրա համար շատ կարևոր է հեղինակությունը, որ իմանաք։ Իսկ հիմա պետք է խոսեմ ու կարդամ այն լուրջ ու հստակ նախազգուշացումների մասին, որ մեզ հայտնում է Աստծու խոսքը, որից հետո կմեկնաբանեմ Աստծու խոսքի լույսով կլուսաբանեմ այն կեղծ ու խավարի մեջ եղող ուսմունքները, ծեսերը, աղոթքները, մկրտությունները, որ կատարվում է առաքելական եկեղեցու կողմից։ Խնդրում եմ, որ դա հաշվի առնեք։ Հիմա կարդում եմ խիստ ու մեծ զգուշացումը Աստծու կողմից տրված բոլոր հավատացյալներից երկնքի տակ երկրում եղող բոլոր մարդկանց։ Այս խոսքերը ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք, սա ուղղված է բոլոր մարդկության ու վերաբերվում է բոլոր մարդկությանը, նամանավանդ քրիստոնյաներին, ովքեր իրանց ճանաչում են որպես քրիստոնյա, ոչ թե հեթանոս կամ բուդդիզմ կամ մուսուլմաններ։ Գաղատացիների 1:6-9 Գաղատացիների առաջի գլուխ 6-րդ խոսքից մինչև 9-րդ խոսքն եմ կարդալու։ Զարմանում եմ, որ այսպես շուտ լքում եք նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ եւ դառնում եք դեպի ուրիշ ավետարան, բայց ուրիշ ավետարան չկա։ Կան ոմանք, որ խռովություն են սերմանում ձեր մեջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի ավետարան, այսինքն շեղել ճշմարտությունը։ Եթե նույնիսկ մենք, տեսեք ուշադիր լսեք, եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյալ լինի։ Ինչպես ավելի առաջուց էլ ասեցինք, հիմա էլ դարձյալ ասում եմ, եթե մեկը ավետարանեց ձեզ ավելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյալ լինի։ Դալշե նաև կարդում եմ Հայտնության 22-րդ գլուխը, որտեղ նորից շատ հստակ ու շատ լուրջ նախազգուշացում ունենք Աստծուց, որ ասում է Տերը։ Ուղարկում եմ մեզ այս խոսքը 22-րդ գլխի 18 խոսքից։ Վկայում եմ ես Հովանեսս ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը, եթե մեկը բան ավելացնե սրա վրա, Աստված էլ նրա վրա պիտի ավելացնե այն գրքում գրված 7 պատուհասները։ Եթե մեկը բան պակասեցնի այս գրքի մարգարեության խոսքերից, Աստված պիտի պակասեցնի եւ պիտի կտրի նրա բաժինը կենաց ծառից եւ սուրբ քաղաքից, ինչպես գրված է այս գրքում։ Նաև մենք կարող ենք կարդալ երկրորդ օրինաց 5 տակարանում նույն խոսքերն է ասում 4-ի 2 խոսքում, երկրորդ օրինացի 28-րդ գլխի 14-15 խոսքերը, խնդրում եմ լցվեք համբերությամբ, թող դա լինի ձեզ համար սերմ, ես ավելավա կարդամ դա 28-րդ գլխի երկրորդ օրինաց, նորից նույն նախազգուշացումներն անում, թե ինչ է սպասում բոլոր նրանց։ Հիմա տեսեք ինչ ասում, եթե լսեք մեր Տեր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում այն եմ, հետևելով նրա պատվիրաններին, կատարեք դրանք, ապա ձեր Տեր Աստվածը ձեզ երկրի բոլոր ազգերից ավելի բարձր կդասի։ Եվ օրհնությունների մի մեծ շարան է, որ սկսում է այդ խոսքով, եթե մենք լսենք Տիրոջ ասած խոսքերը, այսինքն եթե մենք հետևենք Տիրոջ ասած խոսքերին, բայց 15-րդ խոսքում էլ ասում է, իսկ եթե չլսեք քո Տեր Աստծու ասածը, չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափեն քո գլխին, կհասնեն քեզ։ Այսինքն, խնդրում եմ լսեք, սա մի հատ շատ լուրջ նախազգուշացում է, որպեսզի մենք երբեք չծռենք,
ու աղավաղվանք չփոխանցենք մարդկանց։ Այս ամբողջ անեզքները ու գրքում գրվածները նա կկատարվի նրանց հետ, ովքեր այսօր սուտը ճշմարտության քողի տակ կամ քրիստոնեության քողի տակ կամ մանիպուլյացիա անելով Աստծո խոսքով փորձում են ներկայացնել ժողովրդին, որ դա Աստված մեզ երբեք չի պատվիրել, ու փորձելով վախեցնել Աստծուն, մարդկանց անվանելով աղանդներ։ Ես չեմ էլ կասկածում, որ շատերը կարող են ինձ էլ ասեն աղանդ, բայց ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, Աստծո միածին որդուն, որ եկավ աշխարհ, ծնվավ Կույս Մարիամից, որ մահացավ Գոգոթա խաչի վրա, դրվավ գերեզմանների մեջ եւ երրորդ օրը հարություն առավ Աստծո մեծ փառքով, ու այդ նույն Քրիստոսը ինչպես հարություն առավ, այդպես էլ շուտով կգա։ Ես հավատում այդ Քրիստոսին, որ տերերի տերն է, թագավորների թագավորն է, աստվածների Աստվածն է, միակ փրկիչն է, միակ հոր մոտ տանող դուռն է, խոնարհվում եմ այդ Սուրբ Աստծուն Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Դրա համար միգուցե շատերը եւ ասեն ինչ-որ մի կառույցներից, ես խնդրում եմ, ես ոչ մի կառույցներից չեմ, ոչ մի ինչ-որ կրոնական ուղղություն չի, պրոստո ես ուղակի քրիստոնյա եմ, քրիստոնյա, որ սիրում եմ ու ընդունում եմ Հիսուս Քրիստոսին։ Իսկ երբ Տեր Հիսուսը սկսեց քարոզել, ասեց Մարկոսի 1:15-ում, երբ Տերը սկսեց քարոզել, ես ուզում եմ այդ բոլորը կարդամ, որպեսզի տեսնեք հեղինակությունը։ Մարկոսի 1:15 Թե ժամանակը կատարվել է եւ Աստծո թագավորությունը մոտեցել է, ապաշխարեք եւ հավատացեք ավետարանին։ Ում հավատացեք ավետարանին։ Եվ համբարձվելուց առաջ էլ պատվեր տվեց իր աշակերտներին ասելով Մատթեոս 28:19-20 դա էլ եմ կարդալու, խնդրում եմ լսեք։ Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց եւ ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեցավ երկնքում եւ երկրումս։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտացրեք, ուշադիր լսեք, այսինքն ուսուցանեցեք 20-րդ խոսքում ասում է, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն։ Ինչ պատվեր տվեց, այսինքն Տերը քարոզելուց սկզբին նույն պատվերը տվեց հավատացեք ավետարանին, համբարձվելուց առաջ նույն պատվերը տվեց առաքյալներին ասելով. ուսուցանեցեք, սովորեցնելով նրանց, որ պահեն բոլոր այն ամեն ինչը, ինչ ես ձեզ սովորեցրել եմ։ Դրա համար ես ուրիշ բան չեմ խոսելու, քան այն, որ Քրիստոսով տրված ու փոխանցված է մեզ բոլորիս։ Դա այս նույն պատվերը Աստված տալիս է 5 կտակարանում Հեսուի գրքում 1:7-8 լավ բերեք կարդամ։ Ճիշտ է, ժամանակը այդքան շատ չի, բայց ես սիրում եմ Աստծո խոսքը, թող դա սերմ լինի ձեզ համար, որպեսզի դուք իմանաք, իրոք անկեղծ իմանաք, թե Աստծո խոսքը ինչ է մեզ ասում։ Միայն թե զորացիր եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամենի օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է։ Նրանցից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենևին էլ խելամուտ լինես ուր որ գնում ես։ Այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետև այն ժամանակ ճանապարհները հաջող կանես եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ Այսինքն չոտքի ու հստակ պատվեր։ Նաեւ վերջի զգուշացումը առաջի Կորինթացիների 4:6 խոսքում առաջի Կորինթացիների 4:6 խոսքում այս բանը եղբայրք իմ անձի եւ Ապողոսի վրա օրինակ բերի ձեզ համար, որ մեզանից սովորեք գրվածից ավելի բան չխորհել։ Դա այնքան պարզ ասում գրվածից ավելի բան չխորել։ Ասա է գրվածը։ Աստծո խոսքը ծննդոցից մինչև հայտնություն։ Նրա համար գրվածից ավել բան չեմ խորելու ու չենք խորելու։ Փոխանցել եմ ձեզ ինչ որ գրված է։ Իսկ հիմա միանգամից ասնեմ մեկնաբանությանը։ Բուդդիզմ։ Շատերը կասեք ինչ կապ ունի բուդդիզմը հիմա առաքելական եկեղեցու հետ։ Համբերեք սիրելիներ, խնդրում եմ։ Ինչ է բուդդիզմը։ Դա կրոնական ուղղություն է, որի հիմնադիրն է Սիդդհարթա Գաուտաման, այսինքն հենց ինքը Բուդդան, 5-ից 6-րդ դար Քրիստոսից առաջ, Արևելյան Հնդկաստան։ Նրա ուսմունքներից մեկը, որը կոչվում է մուդրա, այսինքն մուդրա, թարգմանաբար նշանակում է նշան կամ կնիկ, այսինքն պեչատ։ Դա խորհրդանշական ծիսակատարություն է մարմնի, ձեռքերի եւ մատների։ Այդ նշանները կառավարում են իրենց ուսմունքի համաձայն
մարմնի էներգիան մեդիտացիայի ժամանակ։ Մի անգամից ձեզ ցուցադրելու եմ ու շատ հստակ ցույց եմ տալու ամեն բան Տիրոջ խոսքով։ Բուդդիզմը, որ նրանք ասնավնոյ նրանց ուսմունքը մատների, մարմնի մեդիտացիայից է, որոնք նրանք ստանում են ըստ իրենց ուսմունքի էներգիա, թե ինչ ուժերի են նրանք պաշտում, բոլորից շատ հայտնի է, բայց ոչ հաստատ Քրիստոսին։ Հիմա ես ձեզ ասեցի, մուդրա, այսինքն Սուրիա մուդրա, հենց այդ մի տիպն եմ ձեզ ցույց տալիս, այդ մուդրան ինքը շատ մատների դիրք ունի, բայց կոնկրետ այն, ինչը որ օգտագործում է առաքելական եկեղեցի նույն բուդդիզմում, նույն բուդդիստական կրոնում, այդ մատների դիրքը, որ այսօր ամբողջ աշխարհում յոգիստներն են դա օգտագործում, ու ես հիմա ցույց կտամ, թե ինչպես այսօր առաքելական եկեղեցին դա օգտագործում, բայց դա սաղ սատանայական զնակներ են ու սաղ սատանայական հոգով առաջնորդվող մատների դիրք։ Հիմա տեսեք, մի այդ մուդրայի ճյուղերից մեկը կոչվում է Սուրիա մուդրա, այսինքն թարգմանաբար կոչվում է արևի մուդրա։ Այդ մատների դիրքով մեդիտացիան իրանց ուսմունքի համաձայն բերում է իրենց արևի էներգիան։ Հիմա ցույց եմ տալի, ցուցադրում եմ ձեզ այդ մատների դիրքը, խնդրում եմ շատ ուշադիր նայեք։ Տեսեք, խնդրում եմ, նա մեդիտացիայի անում, կողնել են Կրիշմա, իլ ինչ է իրանց հունական, ինչ-որ իրանց այդ աստված, այս հենց ավելի կոնկրետ ցույց տան բոլորիդ, այս մատների դիրքը, շատ սաղըտ կասեք, սա ինչ է, սա բուդդիստականն է, դեռ ցույց եմ տալի ձեզ, խնդրում եմ շատ ուշադիր նայեք, դեռ ցույց եմ տալի ձեզ բուդդիստական ուսմունքի հետ վերաբերվող, սա իրանց ուսուցիչներից են, այդ նույն մատների դիրքով, տեսեք, շատ էլ երևի գլխին գաք առաքելական եկեղեցու հետ կապված արդեն, սա էլ վերջնական լավ ցույց տամ, շատ կա ինձ մոտ նկարներ հանած, բայց սա էլ ցույց տամ, ուշադիր հիշեք այս մատների դիրքը, խնդրում եմ, սա սաղ բուդդիստական ծիսակատարություններ, իսկ հիմա ցույց եմ տալի ձեզ այս մատների դիրքը, բոլորից շատ քաչ ծանոթ, այս ձեռքը, որ բարձրացրել է Գարեգին մեր հայոց կաթողիկոսը, տեսեք, որի մեջ մասունքներն են Գրիգոր Լուսավորչի, միգուցե շատերը չգիտեք, խնդրում եմ նայեք մատների դիրքը ուշադիր, նույն բուդդիստական ձևը, որը խոնարհվում են արևին, ուշադիր լսեք, ցուցադրում եմ, հետո ձեզ մեկնելու եմ ամեն ինչ, տեսեք սա, սա արդեն բուդդիստական չի, սա արդեն առաքելական եկեղեցին է, սիրելիներ, խնդրում եմ տեսեք, տեսեք սա, տեսեք իկոնաները, հիմա տեսեք խնդրում եմ իկոնաները, հենց մեր առաքելական եկեղեցու, սա Գրիգոր Լուսավորչի պատկերն է, տեսեք մատների դիրքը, նույն բուդդիստական, իկոնաների վրա, տեսեք Քրիստոսին քանդակված, տեսեք խնդրում եմ, Մարիամ Աստվածածնի գիրկը նստած, տեսեք մատների դիրքը, նույն բուդդիստական, ոչ մի բան չեմ թաքցնում, ոչ մի բան, շատ են այդ նկարները, բայց ուղղակի ես ձեզ ցույց եմ տալի դա, տեսեք, նույն ձևի Մարիամ Աստվածածինը, Հիսուսը էլ այտենց մատը բռնած, ես սա սաղին կանրադառնամ, ինձ թվում է երևի հերիքա, սա նորից Սահակ Պարթևն է, ուշադիր, բայց նայեք ձեռքի դիրքը, նույն բուդդիստական, նույն, ոչ մի բան չի տարբերվում, ինքը շատ կա, ես ճիշտ է չեմ ուզում ցույց տամ, սա արդեն բուդդիստական իրանց բանն է, նույն մատների դիրքով, սիրելիներ, նույն մատների դիրքով, որ ընդհանրապես մեր Քրիստոսի, մեր Հիսուսի հետ կապ չունեցող է, նույն մատների դիրքով, խնդրում եմ, որ շատ ուշադիր լինեք, որ շատ ուշադիր լինեք, լավ, այդքան չեմ ուզում անդրադառնամ, ինձ մոտ նկարները շատ են, այդ հարցի շուրջ նկարները շատ են, հիմա տեսակ, ուրեմն այդ խորհուրդը, ավելավը բերեք կարդամ, որպեսզի առաջ չընկնեմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը Քրիստոսից առաջ և հետո արևապաշտ է եղել ու խոնարհվել է արևի աստծուն և պարսկական պանթեոնից վերցված միհր արևի աստծուն,
ուզեմ ասեմ, սիրելիներ, որ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը եղել է արևի պաշտ։ Հիշում եք, այս մատների դիրքն է դա, այս մատների դիրքն է, որը ըստ բուդդիստական ուսմունքի դա արևի էներգիան, այսինքն խոնարհվում են արևին։ Դրա համար ես շեշտում եմ, որ դուք սաղը տեղյակ կլինեք դրա մասին։ Դա գաղտնիք չի, որ մեր ժողովուրդը պաշտել է արևին ու խոնարհվել է արևին։ Հիմա տեսեք։ Քահանաները վերցնում են այդ մարմնի դիրքով, այդ մատների դիրքով մետաղյա ձեռքերը, որոնց մեջ այսպես կոչված սրբերի ոսկորներով, ես նոր ցուցադրեցի հենց մեկը, որ երկրի կաթողիկոսը ձեռքը պահած, նույն այս մատների դիրքով, նաև դուք կարող եք տեսնել Էջմիածին մտնող Երևանի կողմից, որ գնում ես դեպի Էջմիածին, այդ նույն ձեռքը այսպես արած կանգնած է, որ կոչվում է լուսավորչի աջ, բայց դա вообще Գրիգոր լուսավորչի հետ կապ չունի, ես ձեզ հավատացնում եմ, հեսա կտեսնեք ըստ Աստծո խոսքի դա։ Քահանաները վերցնում են այդ մատների դիրքով մետաղյա ձեռքերը, որոնց մեջ այսպես կոչված սրբերի ոսկորներով ու դրանցով օրհնում են մարդկանց։ Մարդիկ հավատալով այդ կեղծիքներին մոտենում են ու համբուրում, մտածելով, որ այդ օրհնություն ու բժշկություն է բերում իրենց։ Աստվածաշնչում օրհնությունը չի դրսևորվում ժեստերով ու մատների նշաններով։ Օրհնությունը թե հին, թե նոր ուխտում սերտ կապված է Աստծո խոսքի հետ։ Դա շատ պարզ, հենց նոր տեսնում ենք երկրորդ օրենքի 28-րդ գլխի 1-ից 14 խոսքերը, եթե լսես քո Աստծո ձայն ու կատարես այն բոլորը, որ այսօր ես քեզ պահելու կատարելու համար փոխանցում եմ քեզ կհասնեն այս բոլոր օրհնությունները, այսինքն մենք շատ հստակ տեսնում ենք այն բոլոր օրհնությունները, որ կապված են Աստծո անմիջական Աստծո խոսքի հետ։ Դա 5 տակարանում, իսկ մի հատ էլ հատված ցույց տամ Հռոմեացիների 15-ի 29-րդ խոսքում նույն ձևի, որ օրհնությունը կապված է Աստծո խոսքի ավետարանի հետ։ Եվ գիտեմ, որ երբ որ ձեզ մոտ գամ, Քրիստոսի ավետարանի առատ օրհնությունով կգամ։ Քրիստոսի ավետարանի առատ օրհնությունով կգամ։ Այսինքն դա կապ չունի այս նշանի հետ, որ բարձրացնում մարդկանց վրա խաչեր են անում։ Դա օրհնությունը այդ ժեստերի հետ կապ չունի։ Հստակ, պարզ Աստծո խոսքը ցույց է տալի։ Օրհնությունը անմիջականորեն կապված է Աստծո խոսքի կատարման, հավատքի, Քրիստոսի սիրելու, նրա խոսքի հիմքի վրա կառուցելու։ Դա կապված է օրհնությունների հետ։ Իսկ եթե գրված է չլսեք, անեծքները ձեզ կժառանգի։ Այսինքն շատ հստակ հասկացաք դուք սիրելի ժողովուրդ, որ այս մատների ժեստերը կապ չունի ընդհանրապես ու այդ իկոնաներն ու այդ մատներին սենց համբուրելը вообще դա կապ չունի Աստծո խոսքի հետ։ Դաշե բայց շարունակում եմ, չեմ ուզում գրվածից շեղվեմ։ Իհարկե, մենք միայն խոսքը լսողներ չպետք է լինենք, այլ նաև կատարողներ ու դրանով ապրողներ։ Իսկ ինչ վերաբերվում է բժշկությանը, դա անմիջականորեն կապված է Հիսուս Քրիստոսի զոհաբերության հետ, որտեղ շատերը այդ իրերը, այսպես կոչված մետաղները, փայտեր, ձեռքեր, չգիտեմ եսի ինչ, համբուրելով մտածում են դա իրանցը բժշկություն է բերում։ Ու մի քանի հատ էլ վկայություն կա, якобы այդ մարդիկ получили исцеление, բայց դա այդպես չի, ես նորից եմ կարդում, որ անմիջականորեն բժշկությունը կապված է Քրիստոս Հիսուսի զոհաբերության հետ, ինչի համար, որովհետև նրա վերքերով է, որ մենք ստանում եւ ստացել ենք բժշկություն։ Մատթեոս 8:17։ Ես խնդրում եմ, ինձ լավ կլինի, որ կարդամ, որպեսզի իմանաք, որ այդ մետաղները ու պատկերները համբուրելով չի, որ մենք ստանում ենք բժշկություն։ Ես ցույց եմ տալի ձեզ, թե ոնց է այսօր մարդ ստանում բժշկություն։ Մատթեոս 8:17-ում շատ հստակ ու պարզ գրված է դրա մասին։ 8:17 Նա մեր հիվանդությունները վեր առավ եւ մեր ցավերը կրեց։ Շատ պարզ։ Մեր ցավերը նա կրեց, նա մեր հիվանդությունը իր վրա վերցրեց։ Եսայի 53:5 շատ հստակ գրված է, նրա վերքերով մենք բժշկվեցինք, որտեղ նա մատնվեց մեր անօրենությունների համար, մեր հիվանդությունների անեծքների, նա դարձավ մեզ համար անեծք եւ Քրիստոսի վերքերով ես ու նրան հավատացողները ընդունին բժշկություն, հավատալով Քրիստոսին, որ նա մեր հիվանդությունները իր վրա կրեց։ Սա փաստ է, սա ուղակի մետաղ չի, սա իր չի, սա փաստ է։
Это все факты, которые нужно верить. Երբ որ հավատակ այդ факт, այսինքն иногда я забиваю просто, простите. Այսինքն ֆակտ է, ճիշտ եմ ասում, այսինքն դա ֆակտ է, որին մենք հավատում ենք, որպեսզի շատերը չշեղվեք, տեսնելով թե մենք մետաղադրամներին պաշտելով։ Հիմա տեսեք։ Առաքելական եկեղեցին այս մատների դիրքը մեկնաբանում է Սուրբ Երրորդության հետ։ Խնդրում եմ լսեք։ Սուրբ Երրորդության խորհուրդն է, նրանք են ասում։ Ես հարց եմ տալի բոլոր քահանաներին, ես ձեր թշնամին չեմ, դուք իմ թշնամին չեք։ Իմ թշնամին Աստծո թշնամիներն են, ովքեր ատում են մարդկությանը, ովքեր ատում են ճշմարտությունը, դա սատանան է իր ոհմակով հանդերձ։ Նա ինձ թշնամի է, որտեվ նա մարդասպան է, ի սկզբանե ոնց որ Հիսուսը իր մասին վկայություն տվեց։ Այս մատների դիրքը առաքելական եկեղեցին բացատրում է որպես Սուրբ Երրորդության խորհուրդ։ Ես խնդրում եմ, ոչ մի տեղ Աստվածաշնչի մեջ առաքյալների կողմից, Բարդուղիմեոս առաքյալի կողմից չի մտե Հայաստան այս ուսմունքը։ Ոչ մի տեղ, ես ինչի համար ձեզ համար կարդացի Աստծո խոսքը, որպեսզի խնդրում եմ, որ դուք տեսնեիք այն ճշմարտությունները, հեղինակությունը Աստծո խոսքի, որպեսզի մենք չշեղվենք։ Ես ձեզ ցույց տվեցի դա հենց ի սկզբանե։ Այս երրորդությունը, որ նրանք անվանում են, սա վերցրած է բուդդիստական կրոնից, ոչ մի կապ չունի Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ, սա ոչ մի կապ չունի Աստծո Սուրբ Երրորդության հետ, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու հետ, սա ոչ մի կապ չունի Աստծո Սուրբ Երրորդության հետ, սա դիվական, արևապաշտական մեդիտացիա է։ Ես սաղ ձեզ ցույց եմ տալու ամեն ինչ Աստծո խոսքի հիման վրա։ Նաև խաչակնքվելը, տեսեք, առաքելական եկեղեցում այսպես խաչակնքվելու ձևն է դա։ Սա, խնդրում եմ չեմ ասում առաջ, դա էլ եմ ցույց տալի, որը նորից նրանք մեկնաբանում են երրորդության խնդիր։ Բթամատ, ցուցամատ, միջնամատ։ Ուշադիր նայեք։ Սա, սենց իրանց սկսում են խաչակնքել։ Խնդրում եմ լսեք, բայց առաջ չեմ ընկնում։ Նրանց մատների դիրքը եւ քահանաները խաչակնքվելու սովորությունը մեկնաբանում են իրենց նախնիների եւ հայրերի ուսմունքով, ոչ թե Աստծո խոսքով։ Նրանք ասում են. խաչակնքվելիս 3 մատը, բթամատ, ցուցամատ ու միջնամատը միացնում ենք իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը։ Հիմա տեսեք, հիմա ցույց եմ տալիս, սա իրանք խորհրդանշում են Սուրբ Երրորդություն, որը բոլոր, այն որ ամեն մի եկեղեցի մտնում է եկեղեցի մոմ դաժե վառելու, մի հատ հայր մեր ասելուց առաջ կամ հետո կամ մտնելուց ամեն անգամ բոլորը այսպես են խաչակնքվում։ Այս ձեռերը ու շատ լուրջ քահանաները հետևում են նրանց, որ բոլորը այս դիրքով անեն, իրանց խաչակնքեն։ Տեսեք, այս 3 մատերը իրար, որը նրանք մեկնաբանում են իրենց հայրերի ուսմունքով։ Ոչ Աստվածաշնչով, խնդրում եմ, ոչ Աստվածաշնչով, իրենց հայրերի ուսմունքով։ Ես ձեզ ինչի մար ասեցի, բուդդիստական կրոնը Քրիստոսից առաջ կար արդեն։ Սա հեսացույց եմ տալի, թե ինչ նշանակում բուդդիստական կրոնի մեջ, ու դու ինչի մարես խաչակնքվում ու ամեն մի քահանա թող ցույց տա ինձ, որ այդ խաչակնքվելը եկել է Քրիստոսից ու Քրիստոսն ատես պատվեր տվել։ Այս ձեռքերի ձեր մեդիտացիան, սա մեդիտացիա է, սա բոլոր յոգիստներն ու բուդդիստական կրոնով բոլոր այդ կառույցները այսօր աշխարհում որ տարածված են, սրանք այս բոլոր մեդիտացիան կա։ Ու ես հիմա ցույց եմ տալի ձեզ ինչ նշանակում դա։ Այդ մատների դիրքը բուդդիստների կրոնով կոչվում է Կուբերա մուդրա։ Կարող եք դուք ինքներդ պոիսկ տալ YouTube-ով, ինչ որը ձեզ ասում եմ։ Կուբերա մուդրա։ Ցուցադրել այդ ժեստի նշանը։ Հիմա տեսեք, ես պրոստո ցույց եմ տալի դաշե կարդամ։ Ես ցույց եմ տալու ձեզ բուդդիստական կրոնի մեջ այդ նշանը։ Ահա։ Խնդրում եմ ուշադիր նայեք։ Նույն առաքելական եկեղեցու մեկնաբանությունը։ Նույն Սա բուդդիստականն է, սա առաքելականը չի։ Այսպես մենք խաչակնքվում է առաքելական եկեղեցին, բայց ես ցույց եմ տալի այն նշանը, որը կոչվում է Կուբերա մուդրա։ Որ այսպես անեմ, արդեն հենց այդ նշանից պարսկլի փողնել կողը։ Թե հեսա կմեկնաբանեմ ձեզ ինչ նշանակում այս նշանը բուդդիստական կրոնով, որ մենք քրիստոնյաներս, Քրիստոսից ու առաքյալներից ու Աստծո խոսքից չենք ստացի այս պատվերը։ Հիմա տեսեք ինչ նշանակում դա։ Թե ով է
ինչի համար են անում, ամբողջ աշխարհում, թե ռուսների, թե ամերիկացիների, թե տարբեր ազգերի մեջ, ովքեր զբաղվում են յոգայով, նրանք շատ հստակ ու շատ պարզ գիտեն դա ինչ նշանակում։ Հիմա ձեզ ասեմ, Կուբերա մուդրա, որը նշանակում է բուդդիստական ուսմունքի մեջ հարստության աստծու նշան։ Իրենց հարստության աստծու նշանն է սա։ Այդ մատների դիրքը իրենց ուսմունքի համաձայն բերում է հարստություն եւ հաջողություն։ Այս մատների դիրքը խոնարհվում են հարստության աստծուն։ Ես ցույց կտամ, թե ով է այդ Աստվածը, որ առաքելական եկեղեցին տենց զաստավի տանում մարդկանց, թե դուք այտենց պետք է խաչակնկվեք։ Միգուցե նրանք էլ չգիտեն այս ուսմունքի մասին։ Միգուցե շատերը լինեն։ Ես խնդրում եմ, ես ձեր թշնամին չեմ, նորից եմ ձեզ կրկնում։ Ես ձեր թշնամին չեմ, ես աղոթում եմ Տիրոջը ամբողջ իմ սրտով, որպեսզի նրա ճշմարտության լույսը, նրա ճշմարտությունը, որ ազատում է մեզ, նա ազատի նաև շատերիդ, եւ մեր ժողովուրդը, որը առաջնորդվում է դեպի մահ, դեպի առաքելական եկեղեցին մահացած մարդկանց առաջնորդում դեպի մահ։ Խնդրում եմ ձեր այդ մատների դիրքերով կռապաշտության եք առաջնորդում։ Ես ձեզ չեմ մեղադրում, բայց խնդրում եմ նրանից դուրս եկեք։ Դուք չեք մտնում, Տերն ասեց, ու մտնողներին էլ թույլ չեք տալիս։ Այս նշանը բուդդիստական աստծու, հարստության աստծու նշանն է, որը ամեն կրոնում բուդդիստական լայն տարածում ունի ամբողջ աշխարհով մեկ։ Բայց նրան, ում բուդդիստները անվանում են հարստության աստված եւ խոնարհվում են, դա մեր աստվածաշնչում մամոնան է։ Հիմա տեսեք ով է։ Այս մատների դիրքը, որ դուք անում եք, դուք խոնարհվում եք մամոնային, որը գրված է Մատթեոսի ավետարան 6:24 խոսքերում։ Ես ձեզ ցույց տամ, սիրելիներ։ Ես ձեզ ցույց տամ։ Հիսուս Քրիստոսի ասված խոսքերն եմ ցույց տալի ձեզ։ 6:24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կարհամարի, չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային։ Մատթեոս 6:24 Բոլորդ գիտեք, մամոնան դա այդ հարստության, այդ պիղծ կուրքն է, որին այսօր կակրած այս բուդդիստները խոնարհվում են։ Դա իրանց թարգմանաբար հարստության աստվածն է, իսկ մեր աստվածաշնչի մեջ դա մամոնան է։ Խնդրում եմ ժողովուրդ, այս դիրքը, սրանք մամոնաներն են, սա արևի աստծուն են խոնարհվում, սա խոնարհվում են մամոնային, մեր աստվածաշնչի, որ Հիսուսը տվեց մեզ պատվեր։ Խնդրում եմ, прекратите делать это։ Խնդրում եմ, ապաշխարեք Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսի անով հրաժարվեք այդ դիրքերից, այդ մատների։ Ես գիտեմ, որ դուք այդ գիտությունը չունեք, բայց խնդրում եմ, լսելով այս ուղերձս ձեզ, հանուն Տիրոջ, ապաշխարեք դրանից, հրաժարվեք, մի վախեցեք նրանից, որ քահանաները ինձ կարող է մեղադրեն ասելով, որ դա ինչ-որ, ես էլ չգիտեմ, ինչ-որ մի, ոնց են նրանք սիրում ասել, երիս или секта, да, секта, они тоже секта, там, не знаю, աղանդներ են, այո, աղանդներ են։ Նրանք ինպես մարդուն, ինպես երիտասարդների, որ խոնարհվում են Աստծուն, նրանք շատ են քարկոծում այսօր, բայց դուք քահանաներ չեք քարկոծում նրանց, որ այսօր ամբողջ կաթոլիկ եկեղեցին պոռնկությունով, գոմոսեքսուալիզմով, պեդոֆիլիզմով լցված է։ Դուք այսօր չեք ելնում ու բարձրաձայնեք, որ այսօր ինչ է կատարվում, ինչի համար, որպեսզի ձեր հարաբերությունները չխառնվի։ Այո, ուրա ձեր ճշմարտությունը, ոչ մի կեղծավոր գրված Աստծո թագավորություն չի մտնի։ Հովանես Մկրտիչ գլուխը կտրեցին նրա համար, որ նա հանդիմանում էր Հերովդեսին, հանդիմանում էր նրան շնության մեջ։ Նրա գլուխը դրա համար կտրեցին։ Իսկ ձեզանից որ մեկն այսօր Սերժ Սարգսյանին կամ մնացած քաղաքական գործիչներին վեր կեցե ու նրանց հանդիմանել։ Այսօր ես միշտ մտածում ու խորհում եմ սես մի կարևոր բան հարցի շուրջ։ Տեր իմ Աստված ասում եմ, Էջմիածինը հոգևոր կենտրոնն է մեր հայ ազգի։ Աղոթքներ ու անդադար ուսմունքներ է դա այնտեղ կատարվում։ Այնտեղ պետք է հոգևոր աճ, թնդար Աստծո հոգին, այնտեղ պետք է մտնող այդ դրան շեմի ոտը դնողը պետք է Աստծո հոգու հեղեղը լցվեր նրա վրա։ Բայց Էջմիածինը ամենախուլիգան ու ամենաբեսպրիձել տեղն էր։ Ինչի համար ասում եմ Տեր։ Խնդրում եմ ինձ մեկնաբանի ասում եմ Տեր, ես իմ աղոթքների մեջ աղոթում եմ Տիրոջը։ Ես խնդրում եմ նրանից նրա իմաստությունը, ես խնդրում եմ նրա տեսիլքը, նրա աշկերը, որ տեսնեմ, նրա սիրտը, որ հասկանամ, նրա միտքը, որ ունենամ, որտեղ գրված է, որ մենք Քրիստոսի միտքն ունենք։ Ես ուզում եմ Քրիստոսի միտքը, որտեղ գիտես ինչ է նշանակում դա, որտեղ դուք բոլորդ մեռած եք։ Դուք աղոթում եք չգիտեք ում, դուք խոնարհվում եք չգիտեք ում։
Դրա համար այսօր ժողովուրդը մեռած է։ Ձեր 4 բոլոր այսօր բանդիտներն են կառավարում, ու դուք մասնակից եք այդ բոլոր դրանցը։ Ինպեսին անվանում եք աղանդավոր, բայց այսօր ձեր շուրջը կատարվող պոռնկությունները ու բեսպրիդելի համար դուք սուս եք մնացել։ Ու դրա մասին չեք բարձրաձայնում, բայց ինպեսին անվանում եք, որ գոնե ինձ հետ ուրախանաք, որ այսօր Քրիստոսին եմ պաշտում։ Գոնե ինձ հետ ուրախանաք բոլոր այն երիտասարդներով, որոնց Տերն այսօր բարձրացնում է։ Եթե դուք լինեիք հավատարիմ Աստծուն, այսօր եկեղեցական այդքան կառույցներ ու ճյուղեր չէր բարձրանա Հայաստանում։ Ես չեմ խոսում, որ բոլորը ճշմարիտ են, կան մեջները, որ շեղված են նրանց հավատքը, որից ես իրենցից մեկին ճանաչում եմ Եհովայի վկաները կամ մորմոնները։ Նրանց մեջ չկա ճշմարտ։ Միգուցե կան մարդիկ, ներողություն եմ խնդրում, կարող կան մարդիկ, որ իրոք պաշտում եք ձեզնից, որ Եհովայի վկա եք կոչում Հիսուսին, բայց այն մարդկանց տարբեր, որից ծանոթացել եմ հետները, նրանց մեջ չկա ճշմարտության ուսմունքը։ Բայց սիրելի ժողովուրդ, մի վախեցեք նրանից, որ ասում են սրանք աղանդներ են, մի գնացեք։ Կան ավետարանչական իրոք եկեղեցիներ, որոնց ձեզ սովորեցնում են ու ընթերցում ու պաշտում են ճշմարիտ Աստծուն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Մի ընդունեք այն վախերը, որ ձեզ փոխանցում են առաքելական եկեղեցի։ Ինքներդ գնացեք ու համոզվեք, ինքներդ գնացեք ու տեսեք։ Մի լսեք այս ծայրահեղական այն որ ասում շխուր են անում, բարձրացնում են տես ձայներ, որպեսզի ձեզ հեռու պահեն։ Մի փոքր ճիշտ է շեղվեցին, բայց շարունակելու եմ այդ նույն ուսմունքը։ Սա մամոնան է, ում խոնարհվում են, ում առաքելական եկեղեցին ասում է երրորդությունն է, բայց սա երրորդության հետ կապ չունի։ Այդ ուսմունքը մենք չենք ստացել մեր Տեր Աստծուց։ Դա լայն կիրառում ունի բուդդիստական եւ հինդուիստական կրոնների մշակույթում եւ մեծ մասշտաբով աշխարհի բոլոր ծայրերում կիրառում են յոգայով զբաղվողները հարստության եւ նպատակներին հասնելու համար, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատքի վրա։ Այս նշանները բուդդիստական ուսմունքով նրանք գերբնական ուժերի, աստվածությունների վրա է հիմնված։ Սա որ կապնված չի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, вообще, սրանց աստվածության վրա գերբնական ուժերի դիվական ուսմունքների, խայտարակ դիվական ուսմունքների։ Սա դիվականություն է, սա խոնարհվել է բուկվալնիմ սմիսլե, բառից բուն իմաստով, խոնարհվում եք մամոնային, այդ պիղծ, թշվառ այդ հոգում, սատանայական ոգում։ Ահա տեսեք, թե ինչ է նշանակում այս 3 մատների միացությունը բուդդիստական ուսմունքում, այսինքն բուդդիստ այդ իրանց ուսմունքում թե ինչ է նշանակում։ Այսինքն բթամատ, միջնամատ, ցուցամատ, որպեսզի դիմանաք։ Առաջինը բթամատ, իրենց ուսմունքի համաձայն եմ դա ասում։ Մարս, բթամատ իրենք անվանում են, որ իրանք մտցնում են, այսինքն իրանք կպցնում են այդ Մարս, Յուպիտեր ու Յուպիտեր, Սատուրն։ Այս 3 մոլորակները իրանք անվանում են, որ այս 3 մոլորակներ են, որ իրանք կպցնում ու խոնարհվում են իր մեդիտացիայի ժամանակ։ Մարս, որը իրենց ուսմունքի համաձայն կոչվում է ճեղքող ուժ։ Երկրորդ Յուպիտեր, շքեղություն, վեհություն եւ լցնող ուրախություն։ Երրորդ Սատուրն, կենտրոնացում եւ ելք նոր պարտալով դարպասով, այսինքն նոր իրականություն։ Սրանք պարտալներ են, որը մեդիտացիայի ժամանակ նրանք դուրս են գալի այդ պարտալներով։ Ու ես ձեզ ցույց տվեցի, թե ինչ նշանակում։ Այսինքն նոր իրականություն են նրանք դուրս գալի այդ մեդիտացիայով։ Այս 3 մատների խորհուրդը Եդեմի պարտեզից եղող ծառի 3 ճյուղերն են։ Բարու եւ չարի գիտության ծառից ելնող։ Առաջի ճյուղը բարու նշանակում է մահ, երկրորդ չարի, որ նշանակում է դժոխք, երրորդը գիտություն, որ նշանակում է մեղք։ Իսկ այսօր առաքելական եկեղեցին փորձում է արդարացնել այդ խաչակնքվելու սովորությունը օգտագործելով այս սուրբ գրային համարը առաջի Կորինթացիների 1:18։ Հիմա ցույց եմ տալի ձեզ, սիրներ, որ դուք այսօր առաքելական եկեղեցին այսօր իրանց եկեղեցական պատերին էլ է փակցված դա, որ խաչակնքվելու իմաստը նրանք մեկնաբանում են առաջի Կորինթացիների 1:18 խոսքով, բայց սա ես ցույց կտամ, որ խոսքը խաչակնքվելու հետ ընդհանրապես սիրելիներ կապ չունի։ 18, որովհետև խաչի խոսքը քարոզը
կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն է։ Ստեղ ասում է խաչի քարոզումը, խաչի խոսքը, ոչ թե խաչակնքվելու, ասում է խաչի քարոզությունը, խաչի քարոզը, խաչի խոսքը։ Ինչի համար եկավ Քրիստոս, ինչի համար խաչվավ, ում համար խաչվավ, ինչ էր խորհուրդը, ինչի համար պետք է գար Քրիստոսը։ Ես ձեզ ասում եմ խաչի քարոզությունը։ Ավետարանի խորհուրդը, որ առաքյալները այսօր ամբողջ աշխարհով մեկ տարածեցին, դա խաչակնքվելու հետ կապ չունի։ Նրանք եկեղեցիներում ու պատերին փակցված է այդ գրային համարը։ Նրանք փորձում են այսօր օգտագործեն այդ գրային համարը, բայց դա մեր կենթանի Աստծո հետ ու Աստծո խոսքի հետ вообще կապ չունի։ Դրա համար ես ձեզ այս փաստը ցույց տալով, որպեսզի դուք ամեն մեկը հասկանաք, թե դա Աստծո խոսքի հետ կապ չունի, դա ուղղակի մանիպուլյացիա է, որ փորձում են Աստծո խոսքով ծամածրեն ու քրիստոնեության քողի տակ քողարկեն աղավաղվանք մի ուսմունք, որպեսզի մարդիկ հավատան նրանք, որոնք չգիտեն Աստծո խոսքը, որոնք նրանք չգիտեն Աստծո խոսքու ճշմարտությունը։ Իսկ հիմա ես ձեզ ցույց եմ տալի ու կարդում եմ, որպեսզի ամեն մեկը ձեր հերթին իմանաք։ Հիմա շարունակում եմ նորից ընթերցելը, որ հիշեք։ Եկեղեցում քահանաները մեկնաբանում են, որ խաչակնքումը վահան է ընդդեմ սատանայական ներգործությունների։ Այս խոսքերը նաև փակցված են բոլոր եկեղեցիների պատերին։ Դա սուտ է եւ մոլորություն, այսինքն խաչակնքվելը դա չի կարա վահան լինի։ Դու որ այսօր խաչակնքվում ես, նրանք մեկնաբանում են դա վահան է սատանայի ստերի։ Խնդրում եմ լսեք, ես ուզում եմ ցույց տամ ձեզ բոլորին, որպեսզի ամեն մեկը ձեր հերթին տեսնեք, թե ինչ ճշմարտությունը, որ ձեզ դա կազատի։ Դա աղավաղված ուսմունք է։ Դա քո խաչակնքվելը չի կարա սատանային վախացնի։ Երբեք, եթե հիշում եք մի հատ հենց այս րոպեին մի դրվագ ասեմ ձեզ, երբ որ Պողոս առաքյալը քարոզում էր գործք առաքելոցի մեջ գրված, շատ դևերի հանում էր եւ մի քանի քահանայի որդիներ տեսնելով, որ Հիսուսի անունով ոնց է Պողոս առաքյալը դևերին հանում Սուրբ Հոգու զորությամբ, նրանք գնացին ու մի դիվահարի տեսան, որ ու փորձում են այդ նույն դիվահարին այն ինչ որ իրանք լսել էին Պողոս առաքյալից իրենք էլ անեին։ Ու ֆրասին այդ պիղծ ոգուն, այդ չար ոգուն ասեցին Հիսուսի անունով, որին քարոզում է Պողոսը, դրա մեջից դուրս արի։ Դևերը, այդ պիղծ ոգիները մարդու մեջից նստած խոսեցին ու ասեցին այս խոսքերը։ Հիսուսին գիտենք, Պողոսին ճանաչում ենք, բա դու ով ես։ Ու գրված է, որ ունեն տկլորացրին, ունես ծեծ տվին դևերը։ Այդ դիվահարված մարդը պրոստը դևեր իր մեջ էին։ Անեց ծեծի ու խայտարակության մատնին, որ գիտեք սիրելիներ, որ Դաժե շատերը ապաշխարեցին դրա համար, որտեղ այսօր քո խաչակնքումը, որ դու Աստծո հետ вообще կապ չունես, հա սա Հիսուս, հա խաչակնքվի, բայց դու Քրիստոսի հետ вообще կապ չունես, ու դա երբեք չի կարա հանդիսանա քեզ պահպանող վահան, խնդրում եմ, դա ուղղակի մոլորություն է, նրանք մոլորեցնում են մարդկանց, որոնք չգիտեն Աստծո ճշմարիտ խոսքը, Մատթեոս 4 գլուխ, նորից եմ անդրադառնում Մատթեոսի 4 գլխում, սա վառ օրինակն է, թե ինչպես հնազանդվել Աստծուն։ Այսինքն սա այն վառ օրինակն է, որով պաշտպանվում էր Քրիստոսը, ցույց տալով, որ գրված է։ Սատանան ասում էր, ասա թող այս քարը հաց լինի, Տերն ասում էր, գրված է ամեն մի խոսքով չի որ կապրի մարդ, ներողություն, ամեն հացով չի որ կապրի մարդ, այլ ամեն մի խոսքով որ իլում Աստծո բերանից։ Կամ քեզ ստից չպրտից հաց, գրված է, քո Տեր ասում չփորձես։ Կամ ինձ երկրպագիր խոնարհվիր, Տերը շատ հստակ ասես գրված է, քո Տեր Աստծուն միայն խոնարհվի ու նրան միակ պաշտի։ Իր խոսքով եւ հակառակվելով սատանային, այսինքն հնազանդվելով Աստծուն հակառակվում էր սատանային։ Հակոբոսի 4:7 շատ հստակ գրված է, հնազանդվեք Աստծուն, հակառակվեք սատանային, նա ձեզից կփախչի։ Առաջի Հովհաննես 2:14, ահա, տեսեք, առաջի Հովհաննես, ոչ թե Հովհաննեսի ավետարան, այլ առաջի Հովհաննես 2:14-ում նորից շատ հստակ մեկնաբանություն կա, այստեղ, որը մեզ ցույց է տալի։ Հիմա ընթերցեմ, տեսեք։ 2:14 Երիտասարդներ գրեցի ձեզ, որտեղ դուք ուժեղ եք, եւ Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ, եւ դուք հաղթեցիք չարին։ Շատ լավ լսեք։ Երիտասարդներ գրեցի ձեզ, որտեղ դուք ուժեղ եք, եւ Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ, եւ դուք հաղթեցիք չարին։ Ուրիշ խոսքով ասած դուք ոնց հաղթեցիք չարին, որովհետեւ Աստծո խոսքը բնակվում է ձեր մեջ։ Այդ խաչակնքվելը դա երբեք վահան չի, սատանայի ընդդեմ, սատանայի դեմ։ Դա պրոստո սուտ է։
Խնդրում եմ, ուշքի եկեք, դա կապ չունի խաչակնքվելը սատանայի դեմ։ Նա այսօր մարդկանց դրա համար այսօր եկեղեցում այսպես լցված հիվանդներով ու չգիտեմ ինչ աղավաղված թուլություն մարդկանց մոտ, որ вообще տգետ են Աստծո ճանաչման մեջ։ Ու ավելի ճիշտ ես կասեմ, որ թե կաթոլիկ եկեղեցին, թե ռուս ուղղափառ եկեղեցին, թե առաքելական եկեղեցին, դա մի հատ մեծ պահեստ է, որտեղ պահեստավորում են մարդկանց, բայց ոչ Աստծո համար, այլ դժոխքի համար։ Ես ձեզ անկեղծ եմ ասում։ Այդ տեղերում մարդկանց պահեստավորում են դժոխքի համար։ Սա այն տեղն է, որտեղ մարդկանց պահեստավորում են, բայց ոչ Աստծո արքայության համար, այլ դժոխքի համար։ Դրա համար դուրս եկեք դրա մեջից, խնդրում եմ։ Նաև Եփեսացիների 6-րդ գլխի 10-11 խոսքերը շատ լավ հիշում եք, թե Տերը շատ հստակ ու ինչ ասեց մեզ, ինչն է նշանակում վահան։ Ահա տեսեք, խնդրում եմ։ Տեսեք 6-րդ գլխի 10-րդ խոսք։ Այսուհետև եղբայրներ զորացեք Տերով եւ նրա զորության կարողությունով եւ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ, որտեղ մեր պատերազմը մարմնի հետ չի, մարդկանց հետ չի։ Աստծո սպառազինությունը ասма հագեք, որ կարողանաք սատանային հակառակվել։ Նրա մխացող նետերը կարողանաք հանգցնել։ Ոնց։ 17-րդ խոսքում 6:17-ում հենց Եփեսացիների ասում է. եւ փրկության ներողություն ասում է Եվ փրկության սաղավարտը հագեք եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Եվ ներողություն մի քիչ ներևի ներքև է։ Հա, 16-ում։ Եվ ամենի վրա հավատքի վահանը առեք։ Նրանք ասում են նա վահան է, սատանային դեմ խաչակնքվելը, բայց այդտեղ ասում է հավատքի վահանն առեք, որ կարողանաք մխացող նետերը սատանայի կարողանաք հանգցնել։ Ուզում եմ ասեմ, սիրելիներ, դա կապ չունի ընդհանրապես Աստծո խաչակնքվելը սատանայի դեմ վահան է, այսինքն նա որ չի հարձակվի դրան։ Դա հա, ուզում ես 150 անգամ խաչակնքվի։ Դա вообще կապ չունի, դու մեկա сатанայի համար մնում ես մի մեշեն, որը դու շատ, որ ասում ты легкий добыча для него. Այսինքն очень легкостью тебя может атаковать дьявол и сделать с тобой что хочет, потому что ты не знаешь истину, чтобы можно противостоять врагу. То есть написано. То есть գրված է. Դաշը. Եվ այս համարը, որ Աստված մարդկանց ձեռքով ու մատներով խաչակնքվելով չի պաշտվում։ Այո, սիրելիներ։ Ես ուզում եմ դա ձեզ ցույց տամ, որ իմանաք, որ Աստված չի պաշտվում մարդկանց ձեռքերով։ Դա գրված է Գործ Առաքելոցի 17-րդ գլխի 24-ից 25 խոսքեր, այո, 24-ից 17-րդ գլխի 24-25 խոսքերը, 24-25 Աստված, որ ստեղծեց աշխարհը եւ այն ամենը, ինչ նրա մեջ է, նա երկնքի եւ երկրի տերը լինելով ձեռակեր տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում։ Սիրելիներ, լսեք, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում։ Քո խաչակնքվելը, քո այս մատերի դիրքը Աստված ցես չի պաշտվում։ Աստված այս քո արածներով չի պաշտվում։ Աստված այսօր Հիսուսը շատ հստակ ասեց Հովհաննեսի 4 գլուխ ավետարանի մեջ ասեց Աստված իրեն երկրպագողներ ան մանգալից հոգով ու ճշմարտությունով։ Խնդրում եմ, եթե դու ուզում ես Աստծուն պաշտես, պաշտի Աստծուն հոգով ու ճշմարտությունով։ Ես ուղղակի խնդրում եմ ձեզ, որ դուք հիշեք դրա մասին ու այս ճշմարիտ խոսքերը հիշեք։ Ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում, հասկացաք, ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում։ Սա շատ կարևոր է, որպեսզի ամեն մեկը ձեզանից իմանա դրա մասին, որ Աստված մարդկանց ձեռքով չի պաշտվում։ Նաև ասում են, թե աղոթելիս պետք է խաչի նշանով երեսը պիառնագրել, կնքել երևի, խնդրելով, որ Սուրբ Աստվածածինը, պահապան հրեշտակները ու սրբերի դասը բարեխոս լինեն երկնավոր հոր առջև։ Սա գրված ու փակցված է, ոչ թե միայն սա քահանաներն են մեկնաբանում։ Նաև այս տողերը, ինչ ես կարդացի, դա գրված ու փակցված է եկեղեցիների առաքելական եկեղեցիների պատերին, որ մտնեք ներս ուշադիր նայեք կարդաք այս տողերը, որը վերաբերվում է աղոթքին ու խաչակնքվելուն։ Նորից եմ կարդում, որ շատ ուշադիր լինեք, ասում է, թե աղոթելիս պետք է խաչի նշանով երեսը տիառնագրել,
խնդրելով, որ Սուրբ Աստվածածինը, պահապան հրեշտակները ու սրբերի դասը բարեխոս լինեն երկնավոր հոր առջև։ Սրբերի դասը։ Սա ևս հերթական մոլորություն է և սուտ։ Նախ ասեմ, որ մենք երկնավոր հոր առաջ ունենք մեկ բարեխոս Հիսուս Քրիստոսին, քահանայապետին ու միակ միջնորդին։ Ինչի նորից եմ հեսա անդրադառնում այս շատ կարևոր մի փաստի, որը այսօր մարդիկ, սիրելի ժողովուրդ, առաջնորդում են նույն ձև առաքելական եկեղեցին սրբերին պաշտելու մեջ, որ նրանք յակոբը որ ձեզ համար բարեխոս են։ Դա այնքան մեծ աղավաղվանք է, դա այնքան մեծ կործանիչ սուտ է, կործանիչ, ոչ աստվածաշնչյան, ոչ Աստծու կամքի, մի տգետ, մի կործանարար թույն է, որը դուք երբ որ դիմում եք իրանց կողմից ասված սրբերին, դուք ավելի կործանման եզրին եք։ Ես ցույց եմ տալու, խնդրում եմ, մեր նորից եմ կրկնում, Աստծո երկնային հոր առաջ ունենք մի միջնորդ ու մեզ համար բարեխոս, ու այդ բարեխոսը Հիսուս Քրիստոսն է, մեր կենթանի Աստված, Հիսուս Քրիստոսն է, միակ միջնորդը, միակ բարեխոսը, որ մենք ունենք, մեր հոր, երկնային հոր առաջ, որ մեր աղոթքները հասնում են տեղ, ես ցույց եմ տալու դա ըստ Աստծու խոսքի, սա գրված է 2 Տիմոթեոսի 2:5-ում, ներողություն, 1 Տիմոթեոսի 2:5-ում, տեսեք, 1 Տիմոթեոս 2:5, 1 Տիմոթեոս 2:5, որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ, տեսեք, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը։ Ես ոչ մի բանից չեմ հորինում, սիրելիներ, ես ձեզ ուղղակի ճշմարտությունն եմ փոխանցում, որովհետև մեկ Աստված կա և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը։ 1 Տիմոթեոս 2:5 խոսք։ Դրա նույն մասին գրված է Եսայի մարգարեության 53-րդ գլխի 12-րդ խոսքը, դա էլ կընթերցեմ, որպեսզի տեսնեք ու իմանաք։ Եսայի մարգարեություն 53-րդ գլխի 12-րդ խոսք։ Տեսեք։ Մի քիչ ներքևից եմ կարդում, և նա շատերի մեղքը վեր առավ և հանցավորների համար միջնորդեց։ Մեղավորների համար միջնորդեց։ Դա Հիսուս Քրիստոսի մասին է խոսում։ Մեր մեղքեր ով իր վրա կրեց, նա մեզ համար միջնորդեց։ Սիրելիներ, բայց ես ուզում եմ սա ընթերցեմ, որպեսզի մի բան բաց չթողեմ, որպեսզի դուք տեղյակ լինեք Աստծո խոսքին։ Դուք նաև կարող եք այդ նույն միջնորդի մասին կարդալ Եբրայեցիների 9:15-ում եւ 12:24-ում։ Տեր Հիսուսը շատ հստակ ասեց. Ամեն բան խնդրեցեք Հորից իմ անունով եւ ձեզ կտրվի։ Հովհաննես 14:13-16։ Տեսեք։ 16:23-24։ Չկարդալու եմ, ինձ ավելի հետաքրքիր է կարդամ, որ դուք իմանաք, նորից եմ խոսում, Տեր Հիսուսը շատ հստակ ասեց. ամեն բան, ինչ որ կցանկանաք, ասեց, խնդրեցեք Հորից իմ անունով, Հիսուսն ասեց, եւ ձեզ կտրվի։ Նույն քահանաներին, որ հարց ասեց, ամբողջ Ագաթան Գեղոս գիրքը մեր հայ ժողովրդի պատմության այնտեղ գրված Գրիգոր Լուսավորիչը այդքան տանջանքների փորձությունների մեջ նա երբեք չօգտագործեց սրբերի բարեխոսությունը կամ Մարիամ Աստվածածնին աղոթելը կամ հրեշտակներին կամ ինչ-որ մի սրբի։ Նա ոչ մի տենց ուսմունք չկա այնտեղ գրված։ Նա ինչ աղոթք ուներ հղված ու ուղված, դա միայն կենթանի Աստվածն էր։ Հովհաննեսի ավետարան 16:23-24 Հովհաննեսի ավետարան 16:23-24 Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինչ որ Հորից խնդրեք իմ անունով, կտա ձեզ։ Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով, խնդրեցեք եւ կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Շատ հստակ, մեկ միջնորդ կա, Հիսուս Քրիստոսը։ Ոչ մի բան մինչև այսօր ասма չեք խնդրե։ Խնդրեք ու կտրվի ձեզ։ Մինչև այսօր Հորից ոչ մի բան իմ անունով չեք խնդրե։ Իմ անունով Հիսուսն ասեց խնդրեք եւ ձեզ կտրվի։ Սա այնքան պարզ է, որպեսզի իմանաք այդ բարեխոսները, այդ նկարները, ես սա դալից կցուցադրեմ, որպեսզի բոլորը տենաք։
որ դա կապ չունի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Նաև կարող եք նայել Հովհաննեսի 14:13-ում նորից է գրած. ոչ ոք արժանի չգտնվեցավ մոտենալ հոր ձեռքից վերցնել կնքված գիրքը։ Ոչ երկնքում, ոչ երկրի վրա, ոչ էլ երկրի տակ եղող միայն Տեր Հիսուսը։ Դա գրված է Հայտնության գրքի 5-րդ գլխի մեջ։ Սիրելիներ, եթե դուք հիշում եք Հայտնության գլուխ 5-րդ գլխի մեջ շատ հստակ գրված է, որ ոչ մեկ, թե երկնքում, թե երկրի վրա, թե երկնքի տակ եղող արժանի չգտնվեցավ մոտիկանալու աթոռի վրա նստողից, այսինքն երկնային հոր ձեռքից վերցնելու այն կնքված 7 կնիքներով կնքված թուղթը, պեչատով, այսինքն դրված, բացի Հիսուս Քրիստոսից։ Դա գիտեք ինչ նշանակում։ Դա գիտեք ինչ նշանակում, որ հոր առաջ կա միակ միջնորդ բոլորիս համար մարդկության, Հիսուս Քրիստոսը։ Ես խնդրում եմ, որ դուք չշեղվեք, որպեսզի դուք ձեր ուսմունքները չասեն, դուք աղոթեք, ես ամեն ինչին մանրամասն եմ անդրադառնում, մենակ խնդրում եմ լցվեք համբերությամբ, լցվեք, խնդրում եմ ձեզ լցվեք համբերությամբ։ Միայն այսինքն ես դե արդեն ցույց տվեցի մնդեղ նույնը գրված է Կողոսացիների 1:20-ում, նույն բանի մեկնաբանությունն է ասում Տերը նույն ձև շարունակելով, որ Կողոսացիների 1:20-ում էլ է նույն այդ ուսմունք գրված, որ Քրիստոս դարձավ մեզ համար բոլորիս համար։ Կողոսացիների 1:20, այսինքն որպեսզի ձեզ նորից ցույց տամ Տիրոջ խոսքով 1:20 եւ նրանով ամեն հաշտեցնի իրան հետ խաղաղություն անելով նրա ձեռովը նրա խաչի արյունովը, թե երկրիս վրա, թե երկնքում լինողներին։ Այսինքն նա հաշտեցրեց թե երկնքում եղողներին, թե երկրի վրա եղողներին, թե մեզ իր խաչի արյունով։ Այսինքն հոր առաջ մենակ Քրիստոս մեզ բոլորիս հաշտեցրեց։ Ոչ մի սուրբ, ոչ մի կույս մարյան, ոչ մի հրեշտակ մեզ չի հաշտեցրել մեր հարաբերությունները մեր երկնային հոր հետ։ Մենակ Հիսուս Քրիստոսը։ Ես հիմա առաջին մաս ու երկրորդ մաս եմ անում, որտեղ զապիսս հիմա լցվել է, խնդրում եմ հենց սրա երկրորդ մասն էլ հենց հիմա կթողարկեմ նորից։